պետք է այն, որ մեր մայրերը ժամանակ առ ժամանակ իրենց հարցնեն, ինչի կարիք իրենք ունեն։ Ես այս պրիմիտիվ օրինակ բերեմ։ Մենք ունենք հաճախ ֆիզիոլոգիական կարիք, օրինակ ուտելու, կներեք զուգարան գնալու, բայց մենք դրա ժամանակը չունենք, ավելին։ Ցավը նա է, որ մենք չենք էլ զգում։ Օրգանիզմը կարող է ճչալ այն մասին, որ դու կարիք ունես 5 րոպե պարկելու, բայց ես մայր եմ, ես ունեմ 3 երեխա, այս պահին իրանց պետքա կերակրել, հետո վազացնել ես մի խմբակի, հետո հետ բերել դասեր անել, արանքում ես աշխատում եմ, հեռակա, տանը համակարգչով անպայման պիտի աշխատանքներ անեմ, հələ մի հատ էլ ամուսինս որ տուն գա, ես պիտի շփտամ, որովհետև դրանից շատ բան է կախված, ես կողմ չեմ նրան, որ փթած դեմքով եւ ճենճոտ, ասենք, ինչ որ հագուստով դիմավորել ու ասել, տես ես, իսկ կանայք դրա մեջ են ամեն օր։ Այսօր կանայք վառված են բառի բուն իմաստով ու ես ես ասեմ, կանայք շատ ուժեղ են, դուք դա գիտեք։ Ու դա նրանից չի, որ ես պետք է 1000 բան հասցնեմ անեմ գործի մեջ, ես դա հասցում եմ անել։ Կանանց հաճախ, բայց ինձ էլ ինչ որ մասով հյուծում է այն, որ որոշումների կայացման եւ օրվա պլանավորման եւ բոլորին կուշտ հագված դասերն արած հոգալու պարտականությունը միայն կանանց վրա է։ Եվ այդ արանքում ինչ երջանկության մասին ենք մենք խոսում, չէ՞։ Եթե ես անգամ տարական արդեն երջանկություն անմեջանից։ Չէ, երջանկություն չի, օրվա վերջում մենք շփված ենք։ Օրվա վերջում մենք ոչ մեկի դեմքը չենք ուզում տեսնել։ Օրվա վերջում մենք չենք ուզում խոսել ոչ մեկի հետ։ Այդտեղ օգնության է գալիս գadget-ը, վերցնում ենք հեռախոսը, մտնում ենք ու սկսում ենք անverջ սկրոլ անել։ Անverջ թարթել, որովհետև դա անջատվելու ու օրվա ծանրությունից թոթափվելու միակ ձևն է։